Մտեք։ Ալո, բարեց ես, բժիշկին կարելի է։ Ինչ։ Կզնեմ նավներ բժիշկին հեռախոսի մոտ չեք կար, չէ։ Հեռախոսի մոտ։ Նստեք։ Նստեք։ Բժիշկ, հեռախոսը մեկրու։ Ալո, Բարդ ես բժիշկը լսում է։ բժիշկ ջան, քիչ բարդ է խոսա, չի լսվի։ Բժիշկը լսում է։ Այ մի լավ է, բժիշկ ջան, հիշեցի հիվանդն է։ Հա, հիմա ջան, հիշեցի։ Ինչ է պատահել, ինչու եք զանգել։ Բժիշկ ջան, հետս տարօրինակ բաներ կկատարվի։ Սիմոնյան, գլխավորը քեզ կանչում է։ Բժիշկ ջան, կախեցնեմ քիչ են ընկել, ես քեզի նորից կզանգեմ։ Այդա, քեզ բժիշկ հետ կխոսա, կախվի, գրետով բակել խոսա։ Ալո, Հա, բժիշկը լսում է հիմա ջան։ բժիշկ ջան, հետս միշտ տարօրինակ բաներ կկատարվի։ Օրինակ ինչ պատմեք։ Բժիշկ ջան, երեք ես չեմ լավ, մենակ նազնիկով վազիգը, պես ապճեցավ։ Հասկացա։ Ու հաճախ է ձեզ հետ այդպիսի բաներ կատարվում։ Ես ամեն օրը չեմ լավ, մենակ նազնիկով վազիգը։ Ու այդ ժամանակել էի կամաչում։ Չէ, մենակ երեք ապճեցավ, Բա երեք ինչի ամաչեցիք։ որովհետև երեք նազնուս թայը ծագվել է։ Համեցեք։ Բարեց ես, Բարեբերտիկին, խնդրում եմ ինձ մի հատ գլխացավի տեղ տվեք, մի հատ հոդացավի տեղ տվեք, մի հատ էլ ատամի ցավի տեղ տվեք։ խնդրեմ, սա ընդհանուր բոլոր ցավերի համար է։ Շատ շնորհակալություն։ Իսկ սա ինչ է։ Սա Այո։ սա տիկին, տղամարդու փոխարինամիցին է։ Իսկ ինչ աշի։ 10,000 դրամ տիկին, այնքան էլ թանկ չէ։ Թանկ չէ։ Տիկին նման հաճույք ստանալու համար իհարկե թանկ չէ։ Իսկ եթե ոչինչ կարողան անել։ Կզանգեք ինձ։ Շատ բարի, տվեք։ Սկսե։ Կատակա, սկսե։ Ուն հետ եմ, սկսե։ Քեզ իսեցի սկսե։ Ուն հետ եմ, սկսե։ Քեզ իսես սկսե։ Իա։ Այդտեղա ուն հետ եմ։ Այդտեղա վարարի ու գործը սկսե։ Վարարի քեզ սկսե։ Չես կա, շատ ա, ես եմ կզանք եմ տիրոջը։ Այո։ Ես ինքնիրմատն եմ, որը ձեզ դիսկնեց տղամարդու փոխարինող տեղը։ Ձեր թիտերը հրաժարվի իրագործը կատարելը։ Չէ, մի անհանգստացեք, սպասեք հիմա գալիս եմ, այո, հիմա։ Տիկին, եկա։ Խնդրեմ, հրաժարվում է իր պարտականությունները կատարելուց։ Գյա։ Այ ապուր, այ հիմար, ինչ ես մեր ֆիրման խայտարակում է։ Քանի անգամ եմ քեզ դուր տվել բացատրել։ Ահա, երեք դուսկուտամ, վերջին անգամ։ Իչի կա։
Բարև Սերգոջը։ Բարև բիրո երբայր։ Էս մենակ դու ես դիպտին սպասում։ Դե լավ, ես գնացի։ Բարև Սերգոջը։ Բարև բիրո երբայր։ Էս այսօր գործի չես։ Չէ, այսօր տոն է։ Առաջին հայ սուզանավորտի օրն է։ Էս էլի մենակ դու ես դիպտին սպասում։ Հա։ Դե լավ, ես գնացի։ Բարև բիրո երբայր։ Բարև Սերգոջը։ Ես ոնց ես, միշկայտիկա։ Հեչ լավ չեմ Սերգոջը։ Ոտքերս ցավում են։ Ամեն օր առաջի հարկից մինչև 16-րդ հարկը ոտքով բարձրանում եմ։ Բախելի դու չես բարձրանում այ մարդ։ Վահ, տնաշ է, բա դու չգիտես, որ լիֆտը նախատեսված է 4 հոգու համար։ Ես զալա ունեմ, 3 հոգու սպասեմ, դե ես գնացի։ Ուրեմն, հարգելի ուսանողներ, քանի որ արդեն իր ավարտին մոտեցավ քննաշրջանը, եւ մենք շատ արդեն մտերիմ ենք միմյանց հետ, ուստի ես ինձ թույլ եմ տալիս այսպեսի մի փոքրիկ ինտիմ հարց տալ ձեզ։ Օրինակ, ձեզանից ով է լինում աղջկա հետ տարին 365 անգամ։ Գուգուշ։ Ես ընկեր Պետրոսյան։ Շատ լավ է, տղա ջան, ապրես, շատ լավ է։ Իսկ ով է ձեզանից աղջկա հետ լինում տարին 200 անգամ։ Վոլոդյա։ Ես ընկեր Պետրոսյան։ Ապրես, շատ ապրես։ Իսկ ով է աղջկա հետ լինում տարին 20 անգամ։ Ես ընկեր Պետրոսյան։ Ոչինչ, Սյոպիկ ջան, ոչինչ, այդպես էլ է լինում, վատ չի, լավ է։ Իսկ ով է ձեզանից աղջկա հետ լինում տարին 1 անգամ։ Ես եմ ընկեր Պետրոսյան։ Ես ընկեր Պետրոսյան։ Այ տղա, բա ինչի համար ես ուրախանում է։ Ինչ աղտ է ինչի, որտև եսօր դորորան է, եսօր օրան 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 է։ Այտրա, լսիր ինչ սեցին, հենց էմի հրամանը կրե ու զարդ պադին, շապատ կիրագի աշխատանքային օր, ինչ եմ դենք չի, որն է պլանը չենք կատարել, ինչ, չկան, թողը պորտեն ու չկան, դու հրամանը կրե, հենց էմի զարդ պադին, թող իրանք չկան աշխատանքի։ Իմացար, դու էր շապատ կիրագի կուկաս աշխատանքի։ Բայց, Ոչ մի բայց։ բայց մարդիկ կրնա բողոք է։ Ինչ, բողոք են, ով որ թեմեք կաղուգով, լիքը կորս կա, թող էտան ու աշխատում, թող էտան աշխատում։ Էվա, Հա, դու սորելար, կարդողարուս սելզավ, ինքներ կրջատված է։ խեչ քարտուղարում թե չի կրջատիր։ Շտատի կրջատում է։ Ինքներ շտատ կալիվորնյան է։ Դուս կնա։ Վայ աստված ջան, առավոտից խժակը, ջղեկը, իրանք չնես ինչ պետք է եղնի, սպես է բանկերում է։ Վայ դեմ ադամ պետք է հանեք իրես,
Անիմաստության ադամը, վայ աստված ջան, ազատ է մեզ ես փորձնքից, ազատ է, սպետիչը չի հարավոտից խշաճը, վայ կրանքը ճղրդ է։ Սիրուշ, Լայշ տղա, պրիվետ կյանք։ պրիվետ, կաճիտ պետ իրանքը ճղա հարավոտնից, չաց գտանք։ Հուպրի կազդել եկա, վազիս։ Յա, Զորացրվելուտ վատտն է։ հա, Կուզես մտի միապ մոդ է։ լավ, մի պետա մեր ու խորատա իրանես եմ ու զորացրվի։ Համի վեր ջան, սպաս, երկնա։ Կարելի, Քեզի չեսի որ դու են աստեղ չես աշխատի։ ըսի, մեր ու խորատա քեզիս եմ ու դոր էր։ Ոտքի դադարանն է գալիս։ Լսում եմ։ Ես իմ երկու բարձրագույն կրթության դիպլոմներով լայն շրջապատով մեկ էլ ներ մասնագիտության աշխատանք ուղերձս է գճարը։ Բայց դուք ձեր հապոկ բնավորությամբ հեչ մարդրեդել չեք կրնա աշխատի։ Ժողովուրդ համեցեք, մոտեցեք, սիսիանիստներ կրված, էկոլոգիապես մաքուր, խոլեստերինից զուրկ, արևածաղիկ ժողովուրդ ջան, 10 բաժակ գնելու դեպքում յուրաքանչյուր 9-րդ բաժակը ձերի է, ամեն 8-րդ բաժակի մեջն է ժողովուրդ ջան, հաստատ շահում կա, մեր արևածաղիկով, գանուչի կա ժողովուրդ ջան, համեցեք, մոտեցեք, պերծավ, Բարև բալոտ ջան։ Յա, բարև Սերոս ջան, Իշք ես, աղբիր ջան, ես իշք են ես։ Պարկասը մենեջմենտի դրսևորում կենեմ։ Ու լավ է։ Մերն եմ իրազորությանը չեմ փողոքվի։ Դե լավ է, աղբիր ջան, դե որ գործերը դպես լավ կեշտա, բալոտ ջան կրնաս ընձի, մե երկու օրով, 5000 դրամ պարտքով փող տաս։ Այ, հենց այդ մեկը պետք է չսեի, չեմ կրնա։ Բայց ինչի։ Աղբեր ջան, ես բանկի հետ հստակ պայմանագիր ունիմ կնկած։ Ինչ պայմանագիր։ Ես քաղաքացիներին պարտքով փող չեմ տա, իրանք էլ աղբեր ջան, շուշկի կոր չեն ենեն, հասկացեք։ Համեցեք, ժողովուրդ ջան, պերծավ, սիսիանիստներ կրված բիբիշկեք։ Ուրեմն այսպես, ժուկով ժամանակով լինում է մի մարդ, որն ունենում է 3 տղա, Պողոսը, Պետրոսը ու Մարտիրոսը, սրանք մի քիչ խելքից թույլ են լինում և ահավոր չարաճճի, այդպես որ չի լինում, որ սրանք իրար հետ չկռվեն, մի օր էլ հայրը մտածում է և ասում, տղերք, հլը մի րոպե, եթե ձեզ համար հեռուստացույց գնեմ, դուք խելոք կմնաք, հա, ասում են տղաները, հայրն էլ 2 տարվա չստացած աշխատավարձը հավաքում է ու սրանց համար հեռուստացույց է գնում։ Տղաների ուրախությանը չափ ու սահման չի լինում։ Բայց հաջորդ առավոտյան արթնանալիս նրանք տեսնում են, որ իրենց հեռուստացույցն անհետացել է։ Կասկած է ընկնում տղաների մեջ։ Կարող է կողացել է։ Պողոսը ասում է. Կողացողը երևի բոյով է։ Պետրոսը ասում է. Եթե բոյով է, ուրեմն բեղերով է։ Մարտիրոսն էլ հաստատում է. Եթե բեղերով է, ուրեմն անունը Գևոր է։ Սրանք էլ հակառակի պես Գևոր անունով հարևան են ունենում։ Գնում են սրան տնից դուրս են քաշում ու լավ ծեծ տալիս։ Հանկարծ այդ կողմերից անց է կենում մի իմաստուն ծերունի։ Ըստ որ տեսնում է 3 հոգով մեկին շան ծեծ են տալիս, սիրտը չի տանում ու հարցնում է. Ջահելներ ջան, հələ մի րոպե։ Այդ խիղճ մարդու, ինչի շատ ծեծ կուտակ,
Ծերունին ոլորում է բեղերն ու հարցնում։ Տղիկ, բայց այդ ինչից հասկացաք որ հենց Գևորն է կողացել ձեր հերոստացույցը, հե՞։ Պողոսը ասում է։ Կողացողը երևի բոյով էր։ Պետրոսը ասում է։ Եթե բոյով է, ուրեմն բեղերով է։ Մարտիրոսն էլ հաստատում է։ Ու եթե բեղերով է, ուրեմն անունը Գևորն է։ Ծերունին նայում է ծեծված մարդուն, մի հատ էլ է ոլորում բեղերը եւ ասում. Շատ լավ։ Եթե մի դուք կռայեցիք թե ինչ է այս տուփի մեջինը, ես կսեմ դուք ճիշտ եք թե սխալ։ Տղաները վերցնում են տուփը, այս կողմից են զննում, այն կողմից են զննում եւ վերջապես Պողոսն ասում է. Տուփը քարակուսի է, չէ՞։ Ուրեմն միջինը կլոր է։ Պետրոսը ասում է. Եթե կլոր է, ուրեմն տեղին է։ Մարտիրոսն էլ ավելացնում է. Եթե տեղին է, ուրեմն ապելսին է։ Ծերունին բացում է տուփը, ինչ։ Մեջը իրոք ապելսին է լինում։ Շտապ հեռանալով տղաների մոտից, ծերունին բղավում է. Գևոր, ես քու տեղը դերնիմ, այդ տելևիզորը տղոնց հետ կուտամ։ Տղոնց հետ կուտամ։